Զարա Արամյանի դուստրը Էլենը երբեք չի փորձել ապրել մոր հանրային կերպարի ստվերում, բայց նաև երբեք չի թաքցրել, թե որքան մեծ տեղ է զբաղեցրել Զարա Արամյանն իր կյանքում։ Այդ կապը եղել է խոր, կենդանի, ամենօրյա, ոչ ձևական։ Էլենը վաղուց է ձևավորվել որպես ինքնուրույն անհատ, նա հաղորդավարուհի է, աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, վարել է բազմաթիվ միջոցառումներ, ակտիվ է սոցիալական ցանցերում։ Բայց իր ճանապարհին նա միշտ ընտրել է մի կարևոր սկզբունք՝ նախ ճանաչվել որպես մարդ ու մասնագետ, հետո միայն որպես Զարա Արամյանի դուստր։ Տարիներ առաջ նա բաց է խոսել այդ մասին, նշելով, որ երբեք չի ցանկացել, որ իրեն առաջին հերթին տեսնեն որպես աստղի երեխա։ Նա ցանկացել է, որ իրեն ճանաչեն իր խոսքով, իր պահվածքով, իր աշխատանքով։ Եվ դա հաջողվել է։ Շատերը միայն ժամանակի ընթացքում են իմացել, թե ով է նրա մայրը, եւ այդ ժամանակ զարմացել են ոչ թե փաստից, այլ այն համընկնումից, որ մայր ու դուստր ունեն նույն ներքին մշակույթը, խոսքի նրբությունը, մարդուն վերաբերվելու ձևը։ Այդ նմանությունը երբեք չի եղել արտաքին ընդօրինակում, դա արժեքների շարունակություն է։ Այսօր Էլենը կիսվել է մի գրառմամբ, որը շատ ավելին է, քան ցավի խոստովանություն։ Դա մոր եւ դստեր հարաբերության կենդանի նկարագիր է։ Նա գրել է, որ սպասում էր մայրը լավանա, կարողանա հեռախոսը բռնել, որպեսզի ասի՝ «Մամ, մի հատ փոստ եմ արել, նայիր»։ Որովհետև ամեն ինչում առաջնային էր մոր կարծիքը, քննադատությունը, խորհուրդը։ Այդ միտքը խոսում է ոչ միայն սիրո, այլ վստահության մասին, այն վստահության, երբ մայրը ոչ միայն սրտի մարդ է, այլ նաև չափանիշ։ Եվ այն պատասխանը, որը նա պատկերացնում է մոր կողմից՝ Էլենս, դու իմ կյանքն ես, իմ կեսը, իմ սորտը, իմ ընկերուհին։ Այդ բառերը պատահական չեն, դրանք այն սիրո լեզուն են, որը ձևավորվում է տարիների համատեղ ապրումից։ Սեր, որտեղ կա հպարտություն, ընկերություն, հավասարություն, սեր, որտեղ կա հպարտություն, ընկերություն, հավասարություն, սեր, որտեղ մայրը տեսնում է իր շարունակությունը ոչ թե որպես կրկնօրինակ, այլ որպես ավելի ուժեղ, ավելի ամբողջական տարբերակ։ Էլենը խոստովանում է, որ միշտ հպարտացել է, երբ իրեն նմանեցրել են մորը, որ միշտ փորձել է ավելի նման լինել նրան, որովհետև Զարան իր իդեալն էր, իր մեծ օրինակը։ Այս խոստովանությունը ցույց է տալիս, թե որքան առողջ ու ամուր է եղել նրանց կապը, ոչ պարտադրող, ոչ ճնշող, այլ ներշնչող։ Այսօր այդ նմանությունն արդեն այլ զգացողություն է բերում, երբ նա գրում է, որ դեռ չի հավատում իրականությանը, բայց արդեն ամեն ինչ ուրիշ ձևով է հիշում, դա բնական ընթացք է։ Կորուստը փոխում է հիշողության գույնը, ժպիտի ձևը, արձագանքը մարդկանց խոսքին։ Եվ երբ ասում է, որ այլևս չգիտե ինչ ժպիտ է լինելու իր դեմքին, երբ իրենք ասեն շատ նման ես մամայիդ, այդտեղ ամբողջ ցավը լուռ է, բայց խոր։ Ով է Զարա Արամյանի դուստրը։ Նա մարդ է, ով մեծացել է սիրո, պահանջկոտության եւ օրինակ ծառայող մայրության միջև։ Մարդ, ում համար մայրը եղել է ոչ միայն ընտանիքի կենտրոնը, այլ նաեւ բարոյական կողմնացույց, եւ այսօր այդ կապը չի կտրվել, այն պարզապես փոխել է ձևը։ Զարա Արամյանն ապրում է Էլենի մեջ, նրա խոսքի զգուշավորության, մարդկանց հանդեպ հարգանքի, ներսի չափի մեջ, իսկ Էլենն այսօր կրում է ոչ միայն կորստի ցավը, այլ նաև մի մեծ ժառանգություն, լինել այդ սիրո, այդ արժեքների շարունակողը։ Ու գուցե մի օր, երբ նորից իրեն ասեն շատ նման ես մամայիդ, այդ ժպիտը կլինի այլ ձևի, բայց նույն խորքով, ոչ միայն ցավով, այլ նաև հպարտությամբ։ Զարա Արամյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 1-ին, հայկական մշակույթի, մեդիայի և մշակութային հանրության ճանաչված դեմք էր, աշխատել է որպես լրագրող, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և երկար տարիներ եղել է տարբեր հեռուստա-ռադիոհաղորդումների հեղինակ և նախաձեռնող։ Զարա Արամյանը լրագրությամբ զբաղվում է դեռ պատանեկան տարիքից, դեռ 1981-ից 85 թվականներին աշխատել է որպես մանկական հաղորդումների խմբագիր ու հաղորդավար։ Զարան կարևոր տեղ ունի հայկական լրատվական և մշակութային ոլորտում։ Իր բազմակողմանի գործունեության համար Զարա Արամյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում 2014 թվականին, բարձր գնահատելով նրա ներդրումը հայկական մշակութային դաշտում։ Նա ստացել է նաև բազմաթիվ այլ մրցանակներ և հանրային ճանաչում, ընդգծելով իր որպես լրագրող, հաղորդավար և ազնիվ
Ներկայացուցչի հեղինակություն։ Զարա Արամյանն ամուսնացած է Արտաշես Գասպարյանի հետ 2002 թվականից և ընտանիքում ունի 2 երեխա՝ դուստրը Էլենը և որդին Գուրգենը։ Նա նաև մեծացրել է Արտաշեսի որդուն Արթուրին։ Նրա դուստր Էլեն Գասպարյանը նույնպես աշխատել է որպես հաղորդավարուհի և ստորագրել, որ չի ցանկացել Աստղի դուստր լինել, նախընտրելով սեփական մարտահրավերներով ինքնուրույն կառուցել իր կյանքը։ Ցավոք, վերջին տարիներին Զարա Արամյանն ունեցել է լուրջ սրտային առողջական խնդիրներ և հաճախ է գտնվել հիվանդանոցում։ Na na na